Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր մենք նժար սահմանադրական շարժման համահիմնադիրներս առաջի հոլովակն ենք ուզում ներկայացնենք մեր պոդքասթի, նժարի ուժը կոչվող պոդքասթն ենք ձեզ առաջարկում դիտելու և առաջի մասը լինելու է, թե ինչ է դրած նժարին, ինչ է նժարին, այդ հաղորդման առաջի մասով ես ու Տիկին Կարապետյանցը փորձենք նայել, հիշել, ինչ-որ բաներ, ախտորոշել մեր եղած իրավիճակները, քաղաքական մինչև 90-ականներին և հետո որ կանք հասնենք դրան, թե ինչ է այսօրվա դրությամբ նժարին և որ պետք է շարժվենք, ոնց պետք է շարժվենք։ Եվ այսպես մեծի իրավունքով ասում ջուրը փոքրի խոսքը մեծին, ես սիրով։ Լսի, գիտես տրադիցիաներ կան, որոնք շատ սիրուն են, ու շատ ողջամիտ են, ու շատ օգտակար են։ Մենք ինչ-որ սկսել են մեր ամեն տեսակ բանին, ավանդույթներին պիտակավորել, փչացնել, բանանել, բայց ես շատ փոքր հասակից հիշում եմ, որ ասում են ջուրը փոքրին է, խոսքը մեծին է, ու մանավանդ ավելի վառ հիշողություններ հաստատապես կլինեն, նենց որ ես կառաջարկի սկսենք մեծից։ Շնորհակալ եմ։ Մենք պայմանավորել ենք, որ դու ենք խոսալու, քանի որ մենք իրար տենց էլ խոսում ենք, ոչ եթերային, էլի, իրավիճակում, հարազատի պես արդեն։ Սա այն տնային պոդքասթն են, ընտանեկան պոդքասթն են, Եվ սա, այո, մեր մեծ ընտանիքին է վերաբերվում, բոլորիդ, և մենք կուզենանք, որ դուք էլ մասնակցեք, հետո կոմենտներ կանեք, գրեք, և ինչ ասեմ, հիշողություններից եթե սկսենք, երևի թե ուզենք չուզենք, բայց ինչ-որ մի բան կա, որ ես ուզում եմ այդ համեմատությունը անել, մինչև կանք այդ հիշողություններին, ինչ ան։ Ես կուզենայի այսօրվա իրավիճակը, գիտես ոնց, իրականում ես ինձ բռնում եմ նրա վրա, որ ամեն օր ինչ-որ սենց մեջս բան է, էլի սենց զարթնում ես, որ շատ վատ իրավիճակի մեջ ես, ամեն օր հասկանում ես, որ մենակ քեզ չէ, դե ես տարիքով մարդ եմ, ասենք հեսանյանցից 60 տարեկան եմ լինում, ասենք, բայց դե դիքը երիտասարդ մարդիկ կա բան, որ ամեն օր զարթում են ու ինչ-որ ուրախալի բան են ուզում, չէ, նորմալ բան է, որտեղ ես հիշում եմ իմ մանկությունը, երիտասարդությունը, և մենք զարթում ենք, ու միշտ ինչ-որ պայծառ լավ բանով ենք, էլի իրավիճակի մեջ, թե դպրոց գնալուց առաջ չնայած դպրոցը ոչ մեկ տեղ չէր սիրում շատ երևի թե էլի, որ ամեն մենք արձակուրդները ավելի շատ ենք։ Անպայման չէ։ Դրա համար մենք կարողացել ենք ինչ-որ բաների հասնել այս կյանքում, որտեղ սովորել ենք միանշանական, և մեր համար դա նորաձև չէր եղավ, դա էլ ասեմ էլի, իրականում մեր ծնողներն էին մեզ սովորացնում, իրանց էլ դպրոցում էին էլի սովորացնում, դրա համար ոչ մի անգամ դա նորաձև չի եղել, դա եղել է այն սկզբունքները, որը կան որ լինելու են։ Ու իսկ հիմա ասենք ամեն առավոտյան ես պատկերացնում երիտասարդների վիճակը, որ այսպես զարթնում են, ես իմ համալսարան գնալուց, դպրոց գնալուց առաջ ինչ-որ տեսնում են այս ինչ է, ստրես, առավոտյան զարթում ես ու ստրես, այս մարդը զարթում է, որոշում է ազգը ստրեսի մեջ պահի ու այս ստրեսի մեջ բրդում է սաղեն առաջ։ Դրա համար ես ուզում եմ իմանալ, նախ և առաջ ես ամեն ինչ կուզենամ անեմ, որ մենք իրար հետ կարողանանք անենք, որ իրականում մեր երիտասարդները, մեր թոռները, ընդհանրապես ինչի մենակ երիտասարդ, բոլորը վերջապես կարողանան առնեն այնպես, ոնց որ իրական վայել է հայ մարդուն, մարդավարի առավոտ զարթեն, հանգիստ ձևով, որ մանան կառավարությունը իր գործով զբաղված, ամեն օր առավոտվան չես սպասում, ինչ կասի, ինչ չասի, թող իրանց գործով զբաղվեն, ոչ ռեխները տենանք, ոչ հասկանանք այդ ինչ են դրանք անում, իրականում, չէ, իսկականից էլ թող իրանք իրանց գործով զբաղվեն, մենք են գնենք մեր գործերով, մեր գլուխը չցավացնեն, արտասահմաններում տենանք ինչ է կատարում, ինչ վատ բան կա թող ընդերնի, մենք թող քիչ վատ բան լինի, չէ, ընդհանրապես թող քիչ վատ բան լինի, բան չունեմ ասելու, բայց եթե շրջման դերնի, մենք խենք կիզակենտրոնում ամենտեղ, մենք ամենավատն ենք, ամենադժվարությունը մեր գլխին է գալիս։ Ու առնվազն գոնե մեր իշխանություն ձեռով չլինեն այդ պրոբլեմները, թե չէ պրոբլեմներ ունեն բոլոր իշխպետությունները, այս նադերսս թեզ են գցել, որ տեսեք Հայաստանը մենք ոչ մեկին պետք չի, եթե կա պետություն ունի պրոբլեմներ, ամենամեծ պետություն, ամենաուժեղ պետություն, ամենահարուստ պետություն, ինքը ունի պրոբլեմներ և լավ իշխանության ամբողջ իմաստը նրա մեջ է, որ դու կարողանաս նվազեցնել, ռիսկերը նվազեցնես, խնդիրները նվազեցնես, բարգավաճումը ավելացնես, մարդկանց հնարավորությունները, չգիտեմ, տնտեսական վիճակը զարգացնես։ Այսինքն ստրես կա բոլոր տեղերում, բայց ոչ թե սեփական իշխանության կողմից, սեփական ժողովրդի համար ստեղծված
տերորի ենթարկվեց։ Իրական տերոր է, սա տարերային աղետ կամ պաշտությունների տեղատարակ, որից իսկապես չես կարողանում դուրս գաս այդ վիճակը։ Ու եթե քեզ հենա թվում է որ կարող մի բան բարձրի, ինքը միշտ նորն է, ինչ որ ստեղծում սկսում է որ հանգարցակի չհանգստանանք, էլի։ Այդ ամենաբանն դե լավ, քանի որ ես մենք էլ այդ ամենին կվերադառնանք սրա արած չարածներին։ Չնայած էլ եմ ասում, որ մենք մեր շարժումը իրականում այդ դրա մասին մենք ասել ենք, որ մենք քաղաքական գնահատական ենք տվել եւ մենք իրականում չենք ուզում անդրադառնանք սրանց արած բաներին, որտեղ անիմաստ է վերադառնալ, որտեղ ամեն ինչը սուտ, ամեն ինչը կեղծ, ամեն ինչը ի վնաս հայի արած, ինչ որ արած է մինչև այսօրս։ Եվ դրա համար ասենք մենք որոշել ենք, որ ընդհանրապես մեր շարժման նպատակներն այլն որ մեր հասարակությանը, մեր համաքաղաքացիներին ներկայացնենք իրական այն հնարավորությունները, թե ինչ կարա լինի։ Դե բայց կանենք դրա համար։ Այո, միանշանակ եւ բայց դրա համար մենք պետք է կարողանանք այդ ախտորոշումը տանք, որը որ իրականում եթե մեր սայթը մտնեն նժար.am սայթում, մենք YouTube-ում էլ ունենք, Instagram, Telegram, TikTok-ում այդ ամեն ինչը կա դրված է, որ ասենք կարակ տենանք մեր քաղաքական գնահատականները ամեն ինչի հետ կապված։ Բայց դե քանի որ սա ոդքասթ է, երևի թե ինչ որ չափով մենք դրան եք անդրադառնանք, հա, ինչ որ այդ ամենը, բայց հիմա երևի ախտորոշման մասը մի հատ սկսենք նրանից, թե ոնց եղավ, որ եկել ենք հասել ենք ու ունենք անկախ դե յուրե պետություն, բայց դե ֆակտո ինչ-որ անհասկանալի իրավիճակի մեջ ենք հայտնվել, հա։ Շատ տխուր տերմին կա, fail կոչվում է։ Դե իրականում ես դա օգտագործում եմ, բայց իրականում դա շատ մոտիկ է մեր իրավիճակին, շատ մոտիկ է, բայց դեռևս հələ տեղ կա ավելի fail-ի հասնելու, դրա համար հուսով լինենք դա չի կիրառվի ամբողջովին մեր համար, մեր նկատմամբ, եւ մենք կհասնենք այդ փոփոխությունները անել, որ իրական state դառնանք ու իրավական պետություն, ոչ թե իրական սրա ճանաչած իրականը, այլ իրավական այն պետությունը, որը որ մենք ոչ թե իրական fail պետություն, այլ իրավական եւ իսկապես պետություն։ Այո, այդ է կարևորը։ Դե հիմա երևի Նինա ջան, չգիտեմ, միգուցե այդ 1988 թվականից սկսացավ այդ միացումից։ Դե ես շատ փոքր էի, բայց շատ ակտիվ մասնակցում էի, ավելին ասեմ, ինձ դրանից որոշեցին, որ այն ժամանակ պիոներ էինք բոլորս, մեր կարծիքը ոչ մեկ չէր հարցնում, որ ասում են ձեր կուսակցական պատկանելությունը, ասում են պիոներան, էլ իմ կարծիքը ոչ մեկ չի հարցել, ոչ ընդունելուց, ոչ հեռացնելուց։ Իսկ պիոներից էլ հանել։ Փաստորեն ասում են երկու պիոներ։ Երկու չստացված պիոներն են։ Հա, ու ես հիշում եմ, թե ինչ ոգևորություն կար մոտ, բայց մի հատ պատմություն կա, ոչ մեկին չեմ պատմել, երևի իմաստեղ ճիշտ ժամանակն է, էլի, այս կակրաս այդ ժամանակի հետ կապված է։ Երբ որ եկավ այդ այո ոչի պետություն ունենալու, չունենալու, անկախ պետություն ունենալու, իմ պապիկը մասնակցությամբ էկոնոմիստ էր, տենց մեծ փորձ ուներ, դե սոցիալական կար պլանովա էկոնոմիկա, իր պատկերացման մեջ, այսինքն ոչ թե իր պատկերացման, այլ մեր համակարգը ստեղծված էր։ Օրինակ, չգիտեմ, Ուզբեկիստանը Հայաստանի հետ փոխկապակցված էին եւ այդ բոլոր երկրները օրինակ ռեսպուբլիկաների հետ կապված էին, ու եթե դու լինում ես անկախ, բավական լուրջ խնդիրներ էր լինում։ Ու ես հասկանում եմ, որ ես շատ եմ ուզում պետություն, բայց իմ պապիկը կողմ չէր ինչի, որովհետեւ ինքը հասկանում էր, որ մենք ինքնուրույն մեծ դժվարություններ ենք ունենալու։ Ես երբ որ հասկացա, որ ես ձայնի իրավունք չունեմ քվեարկելու, այդ իմ միակ ընտրությունն է, որին շատ ծանր եմ դարել, որ չեմ կարողացել մասնակցել, հասկացա, որ պապիկը հեղինակություն ունի ու որպեսզի բոլորին կարողանաս համոզես, որ պետք է քվեարկել, ես որոշեցի գնալ պապիկի հետ բանակցելու։ Եկած եք մեր մոտ, ասում գիտես, շատ եմ խնդրում, ասում եմ լսի, ու երկար ինձ բացատրեց, մի երկու օր բացատրեց ինչն է խնդիրը, որտեղ ենք մենք դժվարություններն ունենք, հա։ Ասում լսի, դու ես չէ բառը երբեք չեմ լսել, ինչ ուզեցել եմ, միշտ ունեցել եմ։ Խնդրում եմ, այս միակ նվերն է, որը ես քեզանից իսկապես խնդրում եմ, ու վերջի նվերն է, ինձ նվիրեք անկախ պետականություն։ Ես պետություն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ հայկական դրոշ լինի, հայկական դրամ լինի, հայկական գերբ լինի, հայկական գիմն լինի, հասկանու՞մ, ես հայկականն եմ ուզում։ Արա ինձ այս նվերը, ու ես երդվում եմ, որ ես երբեք ձեզանից ոչ մի բան չեմ ուզելու։ Ասեց ես կմտածեմ, մի խոսքով ամբողջ ոչ միայն մեր ընտանիքը, այլ հետո բոլորը, ովքեր որ զանգ են տալի, ասում էին, դեն ժամանակ տենց են, չէ դիմում իրար, ասում են, Գեորգ, ինչ ես որոշել, ինչ ես անելու, ասում էր, ձեր որոշումն է, բայց ես կողմ եմ քվեարկելու, իմ թոռները պիտի անկախ պետությունում ապրեն, ու ես հասկացա, որ իմ այդ բանակցությունները հաղթանակով են հավաքվել ու դա իմ պուջուր սենց ներդրումներ այս պատմության մեջ, ես շատ ոչ մի վարքյան չեմ փոշմանել, որ մենք անկախ պետություն ունենք, ոչ մի վարքյան։
Նինա ջան, ես քանի որ ազնիվ խոսակցում եմ, մենք ընդհանրապես մեր քաղաքացիներին խոսք ենք տվել, որ ազնիվ խոսալու, ես ազնիվ ցուցաբերեմ իմ մոտեցումն է, 88 թվականին ծնվեց իմ աղջիկս, մեծ դուստրս, եւ գիտես ոնց, ասենք, աշխատանքով ես նոր էի ավարտել, 1 տարի ինստիտուտ ավարտել էի, Քասովետում էի աշխատում, ես ճիշտ ասած չէի կարող հասկանալ ինչ է կատարվում։ Անորտես ինչ են ուզում, ոնց միացնեն Արցախը, Հայաստանին, հետո ինչ անելու, սենց մի հատ բան կար, սա խոսում են ու հավատաս կար ու կարող ես բաներ, ասում են պերեստրոյկա, պերեկլիչկա, հետո պերեստրոյկա, որ սարեն պետք է դակարային, նախտենայինով ինչ է ասում, ինչ-որ վախեր էլ կար, գիտես ոնց որ ասում են, որտես երկրապետության մեջ այս մարդիկ դուրս են եկել, ինչ են ուզում, իրականում եմ ասում, ես սա ցավով եմ ասում ինչ-որ տեղ, որ այն վաղ չէի պատկերացնում, թե ինչքան կարևոր է, ոնց է հնարավոր, որովհետև երևի թե իմ պատկերացումը, որ հնարավոր չի անկախ պետություն ունենալը, դա ես միակը չէի, ինձ թվում է մեծ մասն էր։ Կներես մյուս կողմից էլ ոչ մեկ իսկապես ոչ մեկ չէր պատկերացնում սովետական միության փլուզում ոչ մեկ չէր։ Իրականում այդպես է, ես ոչ մեկից չեմ լսել, որ ինչ-որ մեկը ասել, որ հեսա փլուզվել է, մենք կարողանանք ինչ-որ անկախություն ունենալ, դա համար զարմանալ էր այդ ամեն ինչը, թե այդ ուր տանել չէի հասկանում։ Եվ երբ որ իրականում փլուզվեց փաստորեն պետությունը սովետական միության, որտեղ որ մենք համակարգացիներ էինք բոլորի հետ, եղբայրություններ, բոլոր ազգերը ու այն էր հələ հետագայում մենք արդեն հասկացանք, որ հային չէին թողում հայ գիտնականներին, մտավորականներին, որ հայկական լեզուն, հայկական պատմությունը այն ճիշտ ձևի ներկայացվի, քանի որ չէր կարա ինչ-որ մի ազգ ուրիշ ազգերից ավելի լավ անել եւ դրա համար դա տվեց իրավունք, որ այսօր ադրբեջանցիք մեծ խոսում են ընդդեմ ես ինչ-որ պատմություն ունեն ոչ ոք չունեն, ասենք, ուրիշ ազգերի դեմ, բայց կոնկրետ Ադրբեջանը մեր համար պարզ է, ասենք, որ 18 թվականին է կայացել բաները, բայց քանի որ 80 տարի սա իրանց ասեցին, որ սա հավասար են, սրանք իսկականից հավատացին, որ հավասար են։ Ինչ-որ կապված է արտաքին քաղաքականության մի փոքր մասնիկի հետ, որ իրականում էլ եմ ասում, թե մեր շարժման ամեն անգամ ասել են, որ պատկերացնեք, երկու կարևոր բան կա, որ մենք իրականում ուզում ենք մեր բացի իմ Տիկին Կարապետյանցից, այլ բոլոր մեր համախոհները, համահիմնադիրները, որոնք որ ահագին լավ մարդիկ են, մոտակա վաղտերը դուք բոլորին եք ճանաչեք, ասենք երկու շատ կարևոր հանգամանք կա, որ մեր համար կարևոր են, հա։ Առաջի կարևորությունը դա է, ոչ մի ռևանշ չի լինելու, այլ լինելու ամեն ինչ որ լինելու է, դա միջազգային օրենքներով են մենք գնալու այդ հարցերի լուծման, հա, թե արցախցիների իրավունքների պաշտպանման հարցով, թե դեպի Եվրոպա գնալը։ Եվրոպա, այո, մենք օրինակ ես մի պարզ բան ասեմ, հիմա ջան, հենց որ հարց են տալիս Եվրոպան օրինակը կուզեիք չէ, իհարկե կուզեմ, շատ կուզեմ, երեխեքս թողնելիս դրա համար էլ ընդ են։ Հիմա եթե վատ տեղերներ կպահի ընդ չէ, ստեղ չեն գալի, հակառակ ես ասում որ ստեղ լինի նույն Եվրոպան, որ իրանք կարողանան գան իմ տանս մեջ ապրեն։ Այս է համար ամենամեծ կարևորությունը, то есть Եվրոպայից դերը լավ բան, ես այսօր չեմ պատկերացնում, որը որ համել անվտանգության հարց է ինչ-որ չափով մեծ լուծել, ոչ թե ինչ-որ չափով, այլ մեծ կապ ունենա դրա հետ։ Բայց այդ ամեն ինչը չէ, որ պետք է ասում շաշկի նագլը հելնես ու գնաս գնացինք Եվրոպա, վազելով այդքան կնդել մեզ սպասում է։ Չէ, մենք պետք է նախապատրաստենք, այն ինչ-որ այս 7 տարվա մեջ այդ սեպայի հետ կապված ոչ մի բան չարեցին, հա, այդ մտնելու հետ, այդ փաստորեն իրականում, եթե ճիշտը խոսանք, այս սուտ եվրոպամետները, որոնք փաստորեն իրականում ամենամեծ գործը այնտեղ իմ կարծիքով Խզմալյանն է Տիգրան արել, շատ մեծ գործ արել, նրանք օգնեցին ու օգտվեցին այդ մոմենտից, քանի որ այդ մարդը քանի տարի է այդ ուղիով աշխատում, ինչ որ իրանց մեջ բան կատարվեց, ես հասկացա, որ ինքը հասկացավ, թե ինչքանով են նրանք սուտ եվրոպամետ ու իմ հասկանալով ինքը առանձնացել է, ինչ որ ես եմ տեսնում YouTube-ով բանով խոսալով, то есть փաստորեն այսօր Եվրոպա մեկ մնացել ենք մեկ-մեկ, մենք Խզմալյանը, մեկ էլ ես չգիտեմ ով, որտեղ Նիկոլը 100% Եվրոպա սուտ է խոսում ամեն ինչ խոսած, որտեղ ինչ էր իրան խանգարում, որ մենք դիմումը տար, չէ, պարլամենտից բանից որ ընդունեցին, Եվրոպայի անդամակցության հայտը տային, ինչ է նշանակում խանգարում։ Խանգարող հանգամանք չկար, խանգարող հանգամանք են, որ ինքը հետո թռում է գնում է շոս, որ իր հակադիր փաստորեն բաներ ունդեղ է ինչ-որ դիմում տալի։ Ախպեր ջան, հիմա կողմնորոշի վերջը, դու աչ ես եթում, ձախ ես եթում, թե ուղիղ ես եթում, բայց զգուշ մնա, գնալուց էլ է։ Արդյունքում ասում Հայաստանը սեջ
ճողված վիճակում անհասկանալի առանց գործընկերների, առանց վստահության, որովհետև այդ շատ կարևոր հարց է։ Երբ որ դու անորոշ քաղաքականություն ես վարում, ամեն օր կարծիք ես փոխում, ամեն օր տարբեր բաներ ես ասում, հետևաբար քեզ որևէ կողմերից ոչ մեկը քեզ չի վստահում։ Դու իրանց համար վստահելու պարտներ չես։ Բոլորին ձեռ է տալի, բայց տենց ինչ որ կապ չունի Հայաստան լինի, Վրաստանը կլինի, թե այդ տենց ղեկավար, ինչ պետության ղեկավարը լայսենս, ամեն մեկին ձեռ է տալի, որտեղ իրանք հանգա հասկանում են իրանց ուզած ժամանակ իրանք օգտագործեն։ Կապ չունի, հիմա Հայաստանը, Էկվադորին է լինի նույն ձևի, Էկվադորին է։ Իսկ ծեմոդը այս մեր պարագայում, որ այս մարդը ինքն էլ չի հասկանում, որի համար նորաձև է այդ կրթությունը, որը որ հատուկ շոր ունի, այդ ես ասել եմ, որ այդ նորաձև կրթությունը բաներ անում, երեխաներս օրացնում, հատուկ շոր ունի հաց ուտելու համար, փաստորեն այս մարդը խոզի պես է հաց ուտում, որ հատուկ շոր է հագնում, որ հանգած իր ասես փողկապը չկեղտոտի։ 37 տարուց ավել փողկապ եմ հագնում, մի անգամ շոր հագած չկամ, որ որ չկեղտոտեմ փողկապներից մեկը։ Բայց հա, հետո այդ շորն էլ տանում կախում այն շորն ատեղ, որտեղ իր մյուս բաճկոններին կապնում այդ հոտը, ես մեկին չա ուտում, փաստորեն, որ այդ հոտ է կապնում իր բաճկոններին, դրանով տանում է ուրիշ տեղ է կախում, էլի։ Սրա որակա պատկերացրեք, ես ասում, սա որ երևում այն բանի վրա, հեռախոսից մեջ միանգամից ինչ-որ գարշահոտ եմ առնում այս մարդուց, էլի, իրականում։ Լավ, վերադառնանք իշխանություններին։ Վերադառնանք 90-ականներին։ Ուրեմն հա, այդ 90-ականներին փաստորեն ինչ եղավ, մենք ստացանք այդ անկախությունը, հա, փաստորեն այն ժամանակ միջև այդ միացումներ, հետո միացումը ոնց որ անցավ պարոն Մուրադյանը, Մանվել Սարգսյանը, հա, շատ հարգալից մարդիկ չկարողացան միջև այդ մասը տանեն առաջ, այդ ժամանակ Ղարաբաղ կոմիտեն առաջացավ եւ իրանք դրոշը վերցեցին սկզբից միացման, հետո ինչ-որ բաներ փոփոխվեց առանձին, սենց տեսակետներ, բան, նո, գիտես ոնց, ես չեմ ուզում ընդհանուր սենց մտնեմ բաներ, որովհետեւ մանրամասները կապ չունեն իրականում, չնայած էլ կապ ունի, թե խի սենց եղավ, ոնց եղավ, բայց ամենամեծ մոտեցման խնդրեմը այն էր, որ այս մարդիկ թե նրանք, հա, միացման տղեկը, թե այդ Ղարաբաղ կոմիտեի ժողովուրդը իրականում փաստորեն պատրաստ չեն անկախ պետություն ունենալու։ Իրանք բոլորը տեսնում էին, թե միացումը եղավ սկսեց, թե իրանք Արցախի միացումը Հայաստանին սովետական միության սահմաններին։ То есть դա չէր նշանակում, որ պետք է միանա, բայց մենք անկախանանք։ Եվ դրա համար դա լրիվ ուրիշ ռազմավարություն էր։ Իսկ երբ որ սովետական միությունը փլվեց, փաստորեն մենք դրանք չուզելով դա իրականում, այն որ ուզելով ուզում էինք, ասենք, Պարոն Հայրիկյանի մոպես մարդիկ կային, որոնք որ տասնյակ տարիներ էին կռիվ տալի այդ ամեն ինչի համար, հա, բայց ընդհանուր ժողովուրդը չէր հասկանում, այս ոնց է կարելի, ոնց որ ասեն, երբ որ Ստալինը մեռավ, մարդիկ ասում են, որ ոնց ենք ապրելու հետո, չէ։ Հիմա այդ սովետը երբ որ մեռավ, մենք չենք հասկանում, ոնց պետք է հետո ապրենք, ոնց է լինելու, ու ոչ մեկ չգիտեր։ Ու այդ մարդիկ էլ փաստորեն այդ ինտելիգենցիան, հա, այդ Ղարաբաղ կոմիտեի, իրանք ինտելիգենտներ էին, իրանք էլիտան չէին իրականում։ Որտեղ լրիվ ինձ թվում է մենք ինչ-որ այդ էլիտայի մասով էլ անպայման պետք է հետո վերադառնանք, որ հասկացությունը պատկերացնենք ինչ է մարդկանց ներկայացնենք, բայց իրանք այն ինտելիգենտներից էին, այն մարդկանցից էին, ովքեր որ գիտելիքները, իմաստություն ունեին ու ոգեր ունեին, որ պատրաստ էին պայքարելու այդ միացման մոտեցումներին, սակայն պետությունը կառավարելու հմտություն չկար։ Կարանք ասենք, որ իրանք գիտական իմաստով էլիտա էին, բայց պետական կառավարման առումով էլիտա չեն, այսինքն քաղաքական էլիտա չեն, այո, որովհետև ամենը գիտնական էլ է էլիտա, ասենք, թե նկարիչներն իրաց մեջ տարբեր էլիտաները կային։ Էլիտա են, որտեղ առաջնորդեցին, այդ թվում նաև շարժումն էին առաջնորդում ու դա էլիտայի մտածողության։ Բայց քաղաքական էլիտան լրիվ ուրիշ բան է, որի մասին մենք անպայման կվերադառնանք, ու իրանք տենց էլ չկայացան ու չկարողացան կայացնել այն ինստիտուտները, որը որ պետք է ձևավորի այդ քաղաքական էլիտան, որ հետագայում այդ դպրոցը առաջանար, որը որ դարբնոց դառնար քաղաքական էլիտայի, եւ ինչի պատճառով մենք մինչեւ այսօր այդ ամեն ինչը Ստեղ մի բան ասեմ, ինձ ամեն անգամ սրա համար տենց մեղմ ասած քննադատում եմ, բայց ես այդքան շատ չեմ մեղադրում առաջին նախագահի ժամանակաշրջանում ինստիտուտների չկայացմանը, որովհետեւ մենք ժառանգություն ստացանք պատերազմը ստացանք, Աղետի գոտին, Գյումրի Սպիտակի երկրաշարժը ստացանք, շրջափակումը ստացանք, լրիվ
կազմակերպված տնտեսություն ստացան, այսինքն այն ժամանակ իսկապես գոյատևման խնդիր էր։ Բայց հետո եկող process-ը, երբ որ արդեն հրադադարը կնքվել էր, երբ որ արդեն հարաբերական ավելի անդոր էր, երբ որ հարաբերական չբավականաչափ հանգիստ էր կարելի ասել։ Պատերազմում հաղթած էր, այսինքն կար ժամանակ, երբ որ դու իսկապես ուներ այդ ժամանակը, այդ էլիտաները կայացնելու, ինստիտուտները կայացնելու, պետությունը ոչ միայն, ոնց ասեմ, որոշակի հարաբերությունների վրա կառուցված պետություն, այլ պետական ինստիտուտներ կառուցել։ Եվ այստեղ է մի շատ կարևոր հանգամանք, որ իմ համար մնում է ասենց չբացված, որովհետև ես վերջերս կարդացի Վազգենն ու Վանոն գիրքը, որտեղ որ շատ հետաքրքիր ձևի նշված է այդ ամեն ինչի մասին, թե հարաբերությունները իրանց մինչև պատերազմի ժամանակ եւ հենց պատերազմից հետո ամենահետաքրքիրը, թե ոնց սկսեց քանդվել այդ ամեն ինչը, այդտեղ գալիս է արդեն 95 թվի այդ սահմանադրության ընդունելը, 96 թվի ընդունները, երբ որ կեղծումներ եղան, թե ինչքանով էր նախագահան տեղյակ, ինչքանով տեղյակ չէր, շատ դժվար է այսօր ինչ-որ բան դրա մասին ասելը, բայց կարելի է նշանակ ասել, որ տեղյակ էին Վազգենը ու Վանոն, իրանք անձամբ հենց վիդեո կա, որտեղ որ ասում են, որ սեր չլներն ես կանենք եմ, ես իմ քանի հատ բերզավոսկը բերեինք, թե ջրած բեր մեքենաներ, ջրցան մեքենաներ կտանեինք, ինչ կանեինք, վերջը իրաց համար մեկ էր, հաստորեն, բայց դեռ մի ասենց բան կա, որ կարդում ես այդ գրքում, դու հասկանում ես այն իրավիճակը, որ իրանք պատկերացնում են, թե ինչքան հիմա դժվար է հետ պատերազմային ժամանակը, եւ իրանց մոտ վստահություն կար, որ իրանք այս կոփվել են այս 6 տարվա ընթացքում եւ իրանք կարողանան այդ ինստիտուտները կայացնեն եւ դրա համար էին իրանք գնում այդ կեղծման քայլերին ոնց որ։ Իսկ ցանկություն կար։ Հա, որ փոփոխություն կատարեն իրական, հասկանում ես, որտեղ իրանք ես ինչքան հասկացա գրքի մեջ այդ իրանք նամակագրություններից բանից, իրանք հասկանում էին թե որ Վազգենը Մանուկյան, հա, թե չի կարողանա, քանի որ ինքը թույլ է իր կողմնակիցները շատ ուրիշ լիբերալ մոտեցումներն են ավելի շատ առաջ տանում, որ այդ ժամանակ մեր համար կարողացան, ասենք այդ պատկերացումները ինչ որ կային, որը որ գիտես ինչ արեց, փաստորեն բերեց նրան, որ այդ ամեն ինչը զգացին Ղարաբաղի ղեկավարությունը այդ ժամանակվա, իրանք դա հասկանալով երկու ոտը դրեցին են, որ ասում եմ գոշիկի մեջ եւ ասացին չէ, պետք է սենց լինի կամ այնց, Լևոնը մանիպուլյացիայի արդեն տեղ չունեցավ, քանի որ հետեւ արդեն լեգիտիմություն չկար ու ժողովուրդը կանգնած չէր իր հետևում եւ ինքը չէր կարող կոշտ իր ուզածը միջև վերջ տաներ։ Դրա համար ինքը հանձնվեց փաստորեն 98 թվականին ինքը հանձնվեց եւ իշխանությունը տվեց հենց Վազգեն Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ իրանք իրար հետ էին արդեն մտել այդ բանի մեջ։ Մենք ամեն անգամ սենց պատմությունները որ վերհիշում ենք, հասկանում ես ինչքան կարևոր է իշխանության լեգիտիմությունը։ Երբ որ քո թիկունքում կանգնած է ժողովուրդ, դու ընտրված ես։ Հազարդ Ռոբերտ Քոչարյանը ներ գար Ղարաբաղից չէր կարող ոչ մի բան անել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, եթե իր հետևը ժողովուրդը։ Ամեն անգամ այս խնդրին բախվել են, այդ թվում հիմա Նիկոլ Փաշինյանն է այդ խնդրին բախվել, ու երբ որ ինքը չի ունենում ժողովրդի աջակցությունը, մարդիկ գնում են արդեն այլ գործիքակազմերի, այլ գործողությունների, որոնք մեղմ ասած մեզ հերթական անգամ ավելի վատ վիճակի աղետներին են հասցնում, որը որ մենք ամեն ինչ կանենք, որ աղետների չբերի չհասցնի այդ մարդը, չնայած էլ ավելի աղետ էլ ինչ կարել էր դեր, հա, այն որ չգիտես, արդեն դրանից ամեն ինչ սպասել է, դրա համար չգիտես, բայց ամեն ինչ պետք է ավելի, որ ավելի աղետներից ինչ-որ փրկվենք, մեր ժողովուրդը փրկվի, որտեղ մեր ժողովուրդը իրականում իրավունք ունի էլի մարդավարի ապրելու, թե հազարավոր տարիների պատմությունն է ասում, թե վերջի 100 տարվա, թե վերջի 20-30 տարվա, թե վերջի 5 տարվա, այս ամեն ինչ այդ ցավերը ինչ-որ անցավ մեր ժողովուրդը, վերջո, ես օրինակ տեսնում եմ, ես տեսնում թե մարդկանց, թե երիտասարդների հետ օրինակ շփման մենք ինչքան շփվում ենք, թե ինչ ձևի երիտասարդներ ունենք, ինչ պայծառ, վառ երիտասարդներ եւ ինչ պատրաստակամություն իրանք ունեն, իրականում մասնակցության մեջ պետականաշինության, որ լավ երկիր ունենան, որտեղ ոմանք ասում են, որ պատրաստ են, եթե սենց շարունակվի, լքել եւ գնալ ուրիշ պետություն, բայց այն չի, ես դες դուք չեմ ասում, սա աշխարհում եղել եմ, ապրել եմ տարիներով տարբեր բաներում, սրապես երկիր գոյություն չկա աշխարհում, դες դուք չեմ ասում, էլի ամենագեղեցիկ երկիրն, ամենագեղեցիկ մարդկանցով միակ բանը մեզ պետք է համակարգները ճիշտ աշխատեն, օրենքը աշխատի բոլորի համար, էսա մեզ պետք է, դրա համար պետք է ձգտենք ամեն ինչը, որ կարողանանք այդ մեր ձերը իրականացնենք։ Ես լրիվ համաձայն եմ, լրիվ լծված ենք, ամբողջությամբ կիսում եմ մեր երիտասարդությունը, ես աշխատել եմ մեր երիտասարդների հետ երկար ժամանակ, բացառիկ գիտակցություն ունեցող երեխեք են,
ու ամեն անգամ որ ինձ ասում են այս նոր սերունդը, ասում եմ, մեկը կգնա Գերաբելուր, այդ հարցի պատասխանը ձեր ընդեղը։ Երկրորդը կգնաք կխոսակ իրանց հարցադրումները կտեսնեք, երբ որ դուք չեք կարողանում 20-25 տարեկան ժուրնալիստի հարցերին պատասխանեք, որովհետև ինքը ձեզ չոր փաստերի վրա հենված հարց ա տալիս, դու հոսպիտալական մազերով չես կարողանում տակից դուրս գաս, որպեսզի չպատասխանես, կոպտում ես ու անցնում ես կամ ասում ես քո հարցին չեմ պատասխանել։ Այդ է։ Սա նոր սերունդ է, սա նոր մտածողություն է, սա նոր հնարավորություններ է եւ չօգտագործել ուղղակի, չգիտեմ ինչա լինելու։ Սխալ է լինելու։ Չէ, գիտես ոնց ես մի բան կարամ ասեմ, վստահ եմ ես, նինջան, որ եթե այս ընտրությունները, որտեղ ուրիշ հնարավորություն ինքը չունի, ինքը մենակ կեղծելու միջոցով կարա հաղթի, որտեղ իրականում, հա, ես այս վերջերս նայում էի, Լևոն Զուրաբյանն էր խոսում, ուրեմն այդ վերջի տիմ ընտրություններում որ եղել էին, ասենք, Վանաձոր, Գյումրի, Երևան ու Էջմիածին, ինչքան հիշում եմ, թե Փարաքյանն էր, հա, Փարաքյանն հետը, ընդհանուր ընտրողների քանակը մոտ 1,25,000 էր, ես հետո ստուգեցի, թողերը համարյա նույնն էր, որ նայեցի։ Պարոն Զուրաբյան, մենք ձեզ ստուգել ենք։ Մոտ 10%-ը դրանց ձայնա տվել Նիկոլ Փաշինյան, ԿՊ-ին։ Փաստորեն նայեք, էլի 10% լեգիտիմություն ունեցող մարդը իրան սենց Ալմատ ցուցատալի ամենտեղ դրա վախը, ինքը շատ փիս վախեցած է, հիմա ջան։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, այդ վախից է ինքը իրան տես բաղում, վախից իրավիճակը այդ ագրեսիան ավելի շատացել է, ուժեղացել է, հա, եւ դա ինքը հասկանում է, որ կես տարուց հետո ինքը կամ պետքա փախնի, կամ դատարանի առաջ է կանգնելու, այն բոլոր հանցագործությունների համար ինքը արել է, իսկ մենք արդեն ունենք մի քանի հատ կլոր սեղանի ընթացքում ստորագրել ենք հայտարարություններ, դիմել ենք դատախազությանը, իր արած հանցագործությունների ենթադրյալ հանցագործությունը, քանի որ դատարան չի որոշել, բայց դա պարզից էլ պարզ է բոլորի համար, թե ինչ է դա արել, թե դա ուղղակի դավաճանություններ է, ազգի հանդեպ հանցագործություններ է։ Դե լավ, էլի, ոնց ֆորում ենք սա դա մեջտեղից դուրս գալիս, դեպած ամեն դեպքում վերադառնանք նորից պատմության այդ մասերին, բայց մինչև անցնելը Քոչարյանից արդեն երբ որ իրանք եկան, ես կուզենայի մի քիչ ավելի հետ գնայինք, եթե դեմ չես, նինջան, ասենք այն սովետական ժամանակա, քանի որ երիտասարդներից ենք խոսում, գիտես ինչ, ամեն դեպքում ես օրինակ բան տեսնում եմ այս երիտասարդների մեջ նմանություն մեր երիտասարդության, որտեղ մի հատ տարիք կար, երևի թե այն երիտասարդները, ովքեր հիմա մոտ 40 տարեկան են, ասենք այդ 30-ից 40 տարեկանները, իրանք ամենաերևի թե դժվարին երիտասարդությունն են, մանկություն ու երիտասարդությունն են։ Անկախության սերունդն են։ Հա, այդ սերունդը երևի ամենադժվարությունն է ունեցել որպես երիտասարդություն, քանի որ շատ ծանր տարիներ ապրեց Հայաստանը այդ ընթացքում, բայց մենք մեր երիտասարդությունը, մեր մանկությունը իրականում շատ լավ ենք անցկացրել, ասենք հայատներում սաղ վաղ տնկած, ասենք բոլորը այդ հայատների, հա, չէ, հասկացությունը հիմա ես չգիտեմ որտեղ կա։ Երևանում ինչ-որ տեղ լինում է իհարկե, դեռևս մնացել է, այդքան չի, մեր պես չի, որ ամեն հայատ, իրականում չեք պատկերացնի, որ ասենք, էլ ամառները չեմ ասում, որ ոտքով եթե մաներ գալի, միշտ հայատներից ղժղժոցներ էր երեխեքի գալի, բոլորը ինչ-որ բաներ են հաղում, ունենց հարեր, որոնք որ հիմա դաժը այդ երեխեքը երևի չեն պատկերացնում այդ ինչ հարեր էր, կիսատ պրատ ինչ-որ կիսարուսական, կիսայեսի մի ճանումներով հաղեր էին, բայց շատ պայծառ իրականում բաներ, ու գիտես ոնց էր, այդ մի հատ մի կողմից էլ դրանից էր գալի, որ ընդհանրապես հանրության մեջ սենց մեծ տարբերություն չկար, ասենք, այդ ծայրահեղությունը հարուստների ու քյասիբների տենց չէր այն ժամանակները, հա, ու ասենք, բոլորն էլ ինչ-որ ավելի պակաս, որտեղ ասենք մեր շենքում, որ ապրում էինք, կեսը ասենք ունևորներ էին, ոնց ղեկավար, հա, բանեն ավելի ունևոր էին իրանք, պաշտոնյաները, կային բանվորների ընտանիքներ, որով մեծ մասը իմ ընկերներս բանվորների ընտանիքներից են, ասենք կնած չի եղել, որ իմ ծնունդին կամ իրանց ծնունդին ինչ-որ տարբեր ուտելիքներ դրած լիներ, չէ, նույն բաներն էր, ասենք մի տարբերությունը ինչ էր լինում, երիտասարդ վաղ ասենք կարող է մեր տանը կոկա-կոլա լիներ, իմ ընկերոջս տանը գյուշես լիմոնադից էր լինում, ասենք, բայց նույն բաներ համարյա մեր համար, ես իմ ինչ չէր, երբ որ մեծացանք արդեն մեր օղին կարող է մասորսկի օղի լիներ, իսկ ընկերոջս տանը կարող է էքստրա օղիից լիներ, ասենք ավելի էժան, բայց
Բայց ուրախություն տրամադրությունը բոլորս մոտնումներ, բոլորս հավասար ենք, ոչ մի բանով իրարից չենք տարբերում։ Դրա համար ասենք շատ լավն էր Հայաստանը այն ժամանակում։ Դե ես հույսով եմ այս երիտասարդների մեջ ես տենում եմ, որ իրանց այդ ձգտումը դեպի հետ, ու մի բան էլ ասեմ, այդ ինտերնետը ինձ թվում է շատ է օգնում դրանում, որտեղ իրանք թեկուզ եւ եթե չեն լինում այդքան արտասահմանում, բայց իրանք տեսնում են եւ պատկերացնում են, թե արտասահմանը լավ կողմերը, թե վատ կողմերը, եւ իրականում մերոնք այդ բանը ունեն, էլի, ընդբռնում են ու սկսում են կիրառել, փորձել կիրառել ամեն դեպքում լավը։ Եվ ես վստահ եմ, որ երիտասարդները կօգնեն մեզ, որ մենք իրար հետ կիրառենք ամեն ինչը լավ է ստեղ։ Ամենալավ բաները, գիտես, ես տենց սովետի մոլի երկրպագու չեմ, բայց լիքը լավ բաներ կար, որոնք կարելի է փոխակերպված, ճիշտ, առողջ մտածողության, այն որ սկզբից ասում էի, լավ բաներ կային, որոնք փորձում են ջնջել, տրադիցիաներ, դրանք պիտի պահպան, բայց դա պահպանելու համար դու կապ մինիմում պիտի ունենաս պետություն, որտեղ մարդիկ իրար չեն ատում, գոնե չեն ատում, հասկանում ես։ Չեմ ասում, վստահում են, որտեղ վստահությունը շատ կարող է, բայց թեկուզ եւ հարգանք ունեն։ Այդ գլխավորը սկզբից հարգանքի բանն է, որ առաջանա, նոր հետո կառաջանա վստահությունը արդեն։ Որովհետեւ մեզ այս վերջի հատկապես այս վերջի 5 տարին մեկը մյուսի նկատմամբ ապելությունը այնքան նենց լեվելի է հասել, որ այլ տեղ ու դադար չկա։ Մարդիկ ամենափոքր արդյոք իրար պատրաստ են վնասել։ Սա հանգարցակի չէ, սա իրական հատուկ պատրաստված տեղեկատվական տեխնոլոգիա է, որը օգտագործվում է մեր ժողովրդի դեմ, հիասթափեցնելու, հոգնածնելու, բացի նրանից, որ դու կամայություն ունես, հա, քո կորցնում ինչ-որ մի բան անել, դիմադրողականությունը, դու իսկ կարճատև ժամանակում իրանք ամենագլխավոր բանը, որ մարդ ասում է, չեմ եթար ընտրություններին, եկա սա որոշած այսին ինչա բանը, իսկ դա միակ մեր գործիքն է, որ սրանց սաղին հաղթարել եւ ամեն ինչը շուտ տալ հակառակ դնել իսկական ոտքի վրա, որ ամեն ինչ ճիշտ ձևի աշխատի։ Այս իմաստով հաստատ ամենամեծ գործոնը կարան ունենան երիտասարդները, որոնցից ոչ մի բան չի պահանջվում, բացի գնան ընտրություններին, մասնակցել ընտրություններին ու ձայնը տալ նրանց, ովքեր ձեզ չեն խաբել։ Առնվազն գոնե միջև այս բանը չեն խաբել։ Ես վստահ եմ, որ էլ չեն խաբել, որտեղ ասենք այդքան տարվա պատմություն ունենք, հիմա դու ինձանից ավելի երիտասարդ, բայց ասենք 25 տարվա ամենից աշխատանք ունես, ամենից պատմություն ունես, էլ չեմ ասում ծնողներից հետ, հա, եկած, որ ասենք ճանաչված հարված բժիշկ ու նայ նինջան ասենք նույնիսկ մոտ է, դա շատ կարևոր է, ասենք ծնողները ով են եղել, ոնց են արել, մեր համար շատ կարևոր է մեր ծնողների անունը, գիտես ոնց ոմանք չկան, ով էլ կա շատ տարիքով է մայրիկս ողջալ, Աստված տա իրան առողջություն, շատ տարիքով է բան, բայց միևնույնն է, դու միշտ մտածում ես, ասենք ոնց են վերաբերվելու քո ծնողների հիշատակին, քո արարքի պատճառով։ Դրա հետ միասին դու մտածում ես ոնց են վերաբերվել քո երեխեքին քո արարքի պատճառով։ Սա շատ կարևոր է, բայց մարդիկ կան, որոնց համար դա կապ չունի, որոնց համար կարևորը փողն է, փողը ինքը իր երեխու բերանը ոնց որ լցնում է այդ փողով, մեքենան առնում գցում է տակը ու իրեն թվում է ինքը լավ ծնող է։ Չհասկանալով որ դա իրականում արժեք չի, եթե դու արժեք չես լցնում երեխուդ ջամի մեջ, ասենց ասած, հա, այլ ուտելիքի հետ փողն ես լցնում, դու փաստորեն միայն գինն ես տալի։ Իսկ գինը այն ինչ որ գին ունի, դա արժեք չի կարա ներկայանա։ Իսկ դրա համար իսկ եթե արժեք չունես, դու անիմաստ ապրող կենդանի ես, էլի, ասենք նույն կովը արժեք չունի, ոչխարը արժեք չունի, այդ ամեն ինչը գին ունեն։ Դու դառնում ես իրականում նույն որակի մի հատ ինչ որ կենդանի, որտեղ մարդը դրանով պետքա տարբերի, որ ինքը պետքա ունենա արժեքներ, արժանական իր մոտեցումները, դա ամենակարևորն է, էլի։ Ու այդ այնա ինչ որ փոխանցվում է մեծից փոքրին, ու դա փոխանցվում է ոչ թե երեխաները բացում են, տետրերը գրում ենք, դա չես գրում։ Դա քո ապրած կյանքով է, դա քո սեփական օրինակով է։ Ոչ մեկին, հաստատ ոչ քեզ, ոչ ինձ չեն նստացրել, դասեր գրել չեն տվել բարոյականության կամ արժեքների հետ կապված։ Մենք տեսել ենք սեղանի շուրջ, մենք տեսել ենք ընկերների մեջ փոխարեն, մենք տեսել ենք իրանց նարդի խաղալուց, մենք տեսել ենք աղջիկների, կանանց մեր մամաների ինչ որ շփումներից, իրար օգնելուց, ինչ որ այդ process-ներից մեր ընկերության մեջ, մեր սեփական ընկերության։ Այսինքն ինչ որ մենք սերնդես ասածից որտեղ իրականում է դա։ Չէ, հենց տենց բառացի հիմա մենք մեր երեխեքի, գիտես ես մեր որ ավելի փոքր են երեխաներից, մտածում եմ ասում եմ կարող եմ ես սխալ եմ անում, որովհետև ես հասկանում եմ որ այն համակարգը, այն աշխարհը, որը փորձում են ստեղծել մեր շուրջը,
մեր նման արժեքներ կրող մարդիկ չեն տեղավորում, ես մտածում եմ կարող երեխաների համար կարող է իրանք չտեղավորեն, ես կարող եմ հետո մտածում եմ տենց չի լինի, բա եթե ամեն մեկը ոնց որ ասում է, բա իմս չգնա ծառայի, բա ով գնա ծառայի։ Հիմա եթե ես արժեք չփոխանցեցի, սարքեցի, եսի ինչ, բա հետո ոնց ենք անել, բա այդ պետության բերը ով է քաշ տալու։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում մեր երեխեքից, որոնք ասում են իմ երեխեքի իմ ձեռը այն կրակնգած երեխեքի կատեգորիայի մեջ են, բայց ես կարծում եմ, որ ամեն ծնող իր պատասխանատվությունը փիզ կա, իր ազգի, իր ընտանիքի պատմությունը փոխանցելու, որովհետև այս սրիկաները փորձում են մեր հիշողությունը ջնջել։ Այսինքն մեր արմատները ջնջել, մեր որտեղից լինելը ջնջել, մեր պատմությունները։ Այո։ Ես պիտի խնդրեմ բոլորին, նստեք ձեր երեխեքի հետ խոսացեք, ես հասկանում եմ, որ այս դառնա բոլորը նստած հեռախոսի մեջ ինչ-որ բաներ են նայում ռիլսերով, բայց տենց չի։ Նստեք խոսեք ձեր ընտանիքում, հաստատ յուրաքանչյուր ընտանիքում կա պատմություններ, որոնք այնքան արժեքավոր են։ Ես այսօր եմ մտածում, հիշում, որ իմ պապիկի հետ որ նստած զրուցում ենք, ասենք պապայի հետ նստած զրուցում ենք մամայի, տատիկներիս հետ։ Ես հասկանում եմ, որ մանրուքներ կան, որոնք ես այն ժամանակ ուղղակի ինձ պատմել են, ես չեմ էլ ուղղակի մնացել է։ Այ հիմա եմ ես ինչ որ բանի հետ համեմատելով, ինչ որ բան հիշելով, հասկանում եմ ինչքան կարևոր է այդ կուճուր դետալը, այդ մանրուքը, որը քո կյանքի վրա այդպես մեծ ազդեցություն ունեցի։ Այդ բոլորը դու այդ մոմենտ կարող ես չզգայել, բայց ինքը հետո իր խոսում էր ու ասում էր եւ նիչան ես քո լիովին համաձայն եմ ու նա sense բանալ կա, որ ես այ հիշում եմ ու դրա վրա ուշադրություն եմ դարձրել, որ հիմա մեզ ասենք այս վերջի տարիները դե մենք օգտագործում ենք միշտ այդ բառերը, բայց ուշադրություն չենք դարձնում, բայց ես այս վերջերս սկսեցի անալիզ անելով հասկանալ, որ նայ այդ բոլշևիկները երբ որ եկան, բաստորեն իրանք էլ այս իրանք կեղտոտ հեղափոխություն արեցին, հա մարդկանց, որ Աստծուց զրկելու համար, հա այդ աթեիզմը առաջ տանելու համար, որոշ բառեր սկսեցին խեղաթյուրել, ընդհանրապես հանել բառապաշարը շրջանառությունից, նրա պատճառով օրինակ պատիվ բառը դա հաշվում էր ռուս սպաները, ցարական սպաների օֆիցերների բառերն էր, որոնք պատվի համար ինքնասպանային կնոջ համար ընդեսին կռիվ կտային, ասենք իրանց պատիվը պահելու համար այդ ցեղերը ղրկում են ամոթ էր, եթե իր երեխան չի գնում պատերազմի, այդ էլիտայի վաղտվա, դա ամոթ էր, սաղ շրջապատակը ծիծաղային իրանց վրա, ասենք դուրները չեն բացի, չէին հրավիրիդում։ Իստեղ հակառակն է լրիվ, էլի, հակառակ, ստեղ հնենց բան են արել, բայց ես ինչ եմ ասեմ, ինչև այդ հակառակին գալը, նա մոմենտ կա, որ հասկանանք, իրանք պատիվ բառը սկսեցին հանել շրջանառությունից, արժանապատվություն բառը կորավ եւ մեծ մսեցին բառը ինքնասիրություն, ինքնասեր բառը իր էությամբ ինքը մեղ կա, հասկանում ես, այդ փաստորեն դու պետք է դառնալ նարցիս ես դառնում, դու ինքնասեր ես դառնում, ու այդ ինքնասիրություն բառը մսրեցին շրջանառության մեջ, ու մինչև այսօր ասում են ինքնասիրություն չունի, եթե ինչ-որ մի բան անես չան։ Այն դեպքում, երբ որ պետքա պատիվ արժանապատվություն ունի, հա, սրանք բերին այդ դուխովը, причем ամենից ներկայացին այդ դուխովը, յանի են դուխով տղեկի բանի, ոչ մեկ այդ դուխով տղոտ եղունգը չարժեն սրանք, սաղով իրար հետ էլ, ասենք նորմալ դուխով տղոգու մասին, որ խոսենք, բայց իրականում, ասենք հայկական ոգի հասկացողությունը, էդի խեղաթուրեցին, ամեն ինչը, սրանց մոտ ամեն ինչը խեղաթուրված է, հենց սկզբից, չէր, շատ ժամանակ մենք էլ չենք պատկերացնում իրականում, որովհետև ես էլ եմ ասում, ամեն ինչ արել, ես դեմ էի Սերժ Սարգսյանին, ես ուզում էի, որ փոխվի, ես վստահ էի, որ հեղափոխություն ենք անում, ու իրականում ժողովուրդը բոլորը արեցինք այդ հեղափոխությունը, մենք արեցինք, բայց մենք գարին բերեցինք նա կեղտոտ անձնավորության, որը որ փաստորեն այդ հեղափոխության սաղ եղած չեղածը եկալավ իր բանի տակ, իր պայմանավորությունը Սերժ Սարգսյանի հետ, մինչև այսօր էլ այդպես այդ շղթայված իրանք շարունակում են այդ նույն խաղը մեր գլխին անելը։ Բայց դա կարելի է փոխել։ Միանշանակ կարելի է պետք է եւ փոխելու են։ Ուրիշ հնարավորություն չկա, դա միանշանակ է լինելու։ Իրար հետ ենք անելու մեր երիտասարդների հետ։ Բոլորի հետ։ Ես մեծերին էլ եմ պարում։ Մենք երիտասարդները իսկապես շատ կարևոր են, բացառիկ կարևորություն են։ Բայց ես մեր սերնդակիցներին էլ եմ ուզում դիմեմ, որովհետև ես ամեն անգամ այդ խոսքը իրենց ասում եմ, որ մենք այնքան դժվար ճանապարհ ենք անցել այս 30 տարվա կտրվածքով, որ ափսոս է այդ մեր կռիվը, որ մենք պիտի տանք ինչ որ մեկին ոտնատակ։ Վերջի բոյն է, պետք է ասում է, ատամները սխմեն, մեր վերջին, ես չի որ Հայաստանը կպրծնի, հայությունը կվերանա, մի հատ մուլտիկ կարգով ասում, мы все умрем, не умрем, ամրտ հանգստացեք, հայերը միշտ եղել են ու միշտ լինելու են, այդ բան։
Այլ խնդիրը թե ինչ կարգավիճակով են լինելու։ Մենք ինչ պետություն ու պետականություն ենք ունենալու։ Այ մեր համար սա վերջի բոյն է, մենք պիտի տանք այդ բոյը ու երեխեքի համար, այլ որ ասում են ինչ անենք երեխեքի համար ենք անում։ Այդ հիմքերը պիտի դրվեն ճիշտ, պիտի դրվեն առողջ, ու դրանից պետք է ու այդ պետությունը առողջ փոխանցենք երեխեքի։ Շատերը ինչ են ասում են, իսկ բա ոնց անենք, օրինակ հավատանք ձեզ, օրինակ դե հենա հավատացին դրանը։ Հիմա դրանից բան կա, էլի մի անգամ պետք չէ մարդիկ կան, ովքեր որ ասում են ու անում են։ Վերջը ալնելու է։ Հիմա Արտաշեսն ու Նինան չեն, Պողոսը Պետրոսը կնեն կամ Մարտիրոսը կնեն։ Ինչ որ մեկը գալու է, չէ՞, որ ասելու է ու անի։ Մենք ձեզ խոսք ենք տալի, մեր ասածը անելու ենք։ Հավատացեք, մեր պատմությունը հնարավորություն է տալի մեզ այդ խոսքը տալու, որտեղ մարդիկ մեզ ճանաչում են։ Մենք ինչ որ երկնքից չենք ընկեստեղ, մենք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանների ծնողներից սկսած սաղին ճանաչում են, թե Տիկին Կարապետյանցի, թե իմ, թե մեր շրջապատի մարդկանց, ովքեր որ շարժման անդամներն են, բոլորը ճանաչված մարդիկ են, որ ոչ մեկ չի մտել երբեք քաղաքականությունը, այդ է հարցը, որ մենք երբեք առաջ անգամ ենք մտել ու հիմա նայեք, այդ բաներ կա, չէ՞, ինչ մեզ օրինակ ասում են, դե խա բաներ կա, որ խի չեք ասում, օրինակ դուք պետք է դա անեք, բայց չեք ասում, որտեղ նայեք, էլի, բաներ կա, որ ամեն ինչ իր ժամանակին պետք է ասես, էլի, հիմա եթե տնտեսության մասին մենք հիմիկվանից սկսենք խոսալ, կդառնա այդ պոպուլիստություն ենք ինչ որ անում, ես ինչ եմ, չնայած անենց դա փոփոխություններ ունենք իրականում, որոշ ինչ-որ ասենց առանձին մենք դնում ենք մեր պոստերում, այդ պատի վրա, ինչ որ բաներ ասենց առանձին դնում ենք, բայց մենք ուզում ենք համախմբենք, իրականում որ եթե մենք կարողանանք մեծամասնությանը համախմբել, էլի եմ ասում, բացի պարլամենտական սուտի անդիմությունից ու պարլամենտական այդ ԿՊ-ից, որոնք որ իմ համար ԿՊ բառը իրականում ավելի շատ չեմ ասի, այս անգամ չեմ ասի, այս անգամ չեմ ասի։ Լավ, բացի դրանցից մնացած ուժերի հետ ովքեր որ պատրաստ կլինեն մոտեցումները, որ մենք առաջարկում ենք, այդ 3 կետը պետխորհուրդ համապարփակ անվտանգության համակարգը եւ թվանշանային պետության մոտեցումները սրա այդ միասին որոնք իդեպ ներողություն, որոնք իդեպ իրանց ամեն մեկը առանձին թվում է թե տարբեր ոլորտները ապահովում, բայց իրենք ամբողջության մեջ մեր անվտանգության հիմնասյուներն հիմնաքարերն են, որոնք վաղվա օրվա հետ կապված, թվայինը մեր վաղվա օրվա անվտանգություն, վաղվա չէ, այսօրվա երեք պիտի սկսենք, որ մենք վաղ կարողանանք անվտանգությունը, այսինքն այս ամեն ինչը ամբողջը եւ զարգացման եւ անվտանգության մասին։ Եվ այդ երեքն էլ մեզ հնարավորություն կտան ինչ անել, որ ասենք մնացած ուժերը կան միանան այս մոտեցումների շուրջ, ոչ թե կոնկրետ Տիկին Կարապետյանցի կամ իմ, այլ այդ ընդհանուր գաղափարների շուրջ, որ կարողանան իրանց, ասենք մենք խնդրել ենք, եկեք մորատորի հայտարարեք ձեր գաղափարների վրա, ձեր աշխարհական մոտեցումները դրեք մի կողմ, եկեք այս գաղափարների շուրջ, որտեղ սա հնարավորություն է տալի համակարգ փոխելու, որի դեպքում էլ միապետներ չենք ունենալու, ոչ մեկի իշխանությունը չի դառնալու, ինչ որ առանձին Սերժերի, Նիկոլների, Ռոբերի չեն կարողանալու այդպես մարդիկ կան իշխաններ դառնալ։ Սա համակարգն առնելու, որտեղ դրված կան լինելու հիմունքում ինստիտուտները, որոնք միշտ կաշխատեն, կապ չունենա ով է լինելու։ Ու ով որ վախում է փաստորեն գա միանա այս գաղափարներին, իրանք ուզում են իրանց իրականում ինչ ան, դու գիտես, հա, որտեղ ես մի 3 տարի դու գիտես այդ պատմությունը, դու ինչ որ չափով մասնակցություն ունեցել ես, բայց ավելի շատ տեղյակ ես, որ մի 25 հոգուց ավել մարդ, որ այսօր դաշտում են բոլորն էլ քաղաքական, հավաքվում էին մեծ մոտեցումները, հա, այդ բաներից խոսում ենք Արարատյան Մարդու Խոստանզարյանի բանի հիման վրա, այդ ինստիտուտը էլիտայի ոնց են կերտելու բան, հենց որ գալիս էր հասնում էր այդ բանը, որ պետք է պետխորհուրդ այդ մոտեցումը, սա ասում են չէ, այդ անհնար, այդ պետք չի, չենք անել։ Մենակ մի բանի համար, որովհետև իրանք չեն դառնալու մեն իշխան, հասկանում ես, որտեղ այդ մոտեցումը չի թողի ոչ մեկին դառնալ դեսպոտ։ Այո։ Իսկ մենք պետք է ասում, մեր հայ ազգը չի կարողանա, չի ունենալու, դեսպոտ չի ունենալու, վերջը պետք է տա հայ ազգը տերն է, իշխանությունը ներ ժողովուրդն է, ու նայեք, մենք այդ փոփոխություններն ենք անելու իրականում սահմանադրության մեջ, ինչ են, մենք այդ պայմանավորել ենք, որ ներկայացնում ենք մեր հանրությանը, որ չկա 3 ճյուղ իշխանության, այլ կա 3 օղակ կառավարման, պետության կառավարման 3 օղակ, իշխանությունը միակն է եւ դա ժողովրդին է պատկանում։ Էլ չկա այդ իշխանություն հասկացողությունները, որ մտցրել են հատուկ, որ իրանք իշխաններ են, փոխկապներով մինիստրներ են, պետք է իմանաք այ մինիստրներ, որ մինիստրը լատիներենից ծառայ է նշանակում, ծառա, եւ դուք պետք է ծառայություն մատուցեք բոլորը։
ուրիշ հնարավորություն չկա, ով որ գալու է աշխատի մեր վաղ, մեզանից հետո ով գալու է, ինքը պետք է իրականում ծառայություն մատուցի ժողովրդին, ուրիշ հնարավորություն չկա։ Այդ դեպքում մենք կարողանանք վստահություն ձևավորենք ժողովրդի ու պետության մեջ, երբ որ պետության ու ժողովրդի միջև առաջանում վստահությունը, մենք դառնալու ենք ամենաուժեղ պետություններից մեկը, բոլոր հնարավորությունները դրա ունենք։ Արի այս քանով այս փուլը Առաջին մասը ավարտենք, բայց մենք ինչ է նժարինի առաջին մասը, որտեղ նժարների ուժը դա մեր պոդքասթի անունն է, ինչ է մեր նժարին առաջին մասը սրանով ավարտենք եւ կամաց կշարունակենք դեռևս ինչ է նժարի դրած այդ մոտեցումները։